Հիմա երեխեք ջան, տեսեք մենք ինչ ենք անում։ Առաջերտին ուզում եմ տեղեկացնեմ, այս ինչ որ անում եմ զապիս եմ անում, որ դուք կարենակ նայեք, որովհետև չենք կարա այտենց ամեն ստից բանի համար շատ ժամանակ ծախսենք, որ կարենակ նայեք ու ավելի շատ նայեք սովորեք։ Հիմա սկսում ենք երկրաչափության դասընթաց, երկրաչափության ու էլի սկզբից սկսում ենք այտենց թեորեմներով բանով գնում ենք ընդհանուր թեորեմ, վարժություն, հա, մեկ էլ այդ տետրերը հիմա գրառումներ կատարեք, բայց ձեր ընդհանուր գրառումները լինելու է բանում։ Այն տետրը, ձեր բանաձևերի տետրը վերցնելու եք, այսենց ստե է չէ գրած մի բանաձևերը, ստե շատ են գրելու, վերցնելու եք, այսենց եք անելու, այս թազդից սկսելու եք, ստե արդեն կլինի երկրաչափություն, կգրեք երկրաչափություն ու ինչքան ըստեղ քննարկում ենք, էդի պետք է փորձեք սաղ գրանցեք ստեղ, սա ցույց կտամ էլի ոնց կգրանցեք, ասենք բոլոր թեորեմները պետքա լինի։ Ինչ թեորեմ սահմանում ասում եմ, ըտե պետքա ձեր տետրերի մեջ գրած լինի։ Ու նայեք սովորեք, խնդիր լեցելու էֆեկտը ինչա, ոնց ենք խնդիրը լուծում, ոնց ենք հասնում այդ արդյունքին։ Դե 7 մենք կտեսնենք էլի, հա, ասենք վերցնում ենք 7-րդ դասարանի, ասենք ինչ որ այո, սկզբից գնում ենք, շատ հեշտ խնդիրները չենք լուծի, հիմնականում մենք շեշտը կդնենք բանի վրա, թեորեմների վրա, թեորեմ ներապացույց, թեորեմ, խնդիր, որովհետև դուք հասկանում եք, որ այս խնդիրները լուծվում են զուտ թեորեմի իմացության վրա։ Կա շատ հեշտ խնդիր, ճիշտ է, բայց այդ ինֆորմացիան դուք չես իմանում, թեորեմը չես իմանում, արդեն չես հասկանում, որ էդի է դրա լուծումը, էլի, դրա հիման վրա էդի լուծում ես, հասկանում եք ինչ եմ ասում։ Ուրեմն այս երկրաչափությունը հիմնական մասը դրված է որ թեորեմի իմացության վրա, թեորեմը դու գիտես թե չգիտես։ Հասկանալի է։ Մենք հիմա կվերցնենք այս գիրքը կօգտագործենք հիմնականում, այս սահմանումները ինչ որ մենք կկարդանք, կգրենք կամ ես կդնեմ ստե, դուք կգրեք տետրին։ Թեորեմները պետք է բառացիորեն իմանաք, սահմանումները պետք է բառացիորեն իմանաք, որպեսզի կարողանաք խնդիր լուծեք։ Օրինակ, հենց էսի մենք դնենք ստեղ ու դե ձեզ ընդ երևալու է, չէ՞, մենք ստե ինչ ենք անում։ Ընդել է երևում, ստել է երևում, չէ՞։ Ու այտենց կփորձենք առաջ գնալ այս երկրաչափության դասընթացի մեջ։ Դա մի քանի որ ես շատ եմ մի խոսելու, ոնց որ ասած դուք խնդիր չեք լուծում, հիմա բան չեք անում, պրոստը ինձ եք լսում, ասին ու գրատախտակին եք նայում, ընթացքում հարց առաջանում, ասում եք անպայման։ Էսի ես կդնեմ, որ դուք նորից նայեք, մի քանի անգամ նայեք, էսի շատ ուժ է, որտեվ սաղ երեխեքները երկրաչափությունից թույլ են, ու էդի ինչի մար են թույլ, զուտ մի բանի համար սահմանում չգիտեն, թեորեմ չգիտեն։ Խոսքի այնտեղ ասում է խնդրի մեջ ուղղանկյան մեջ սենց դու չես իմանում ուղղանկյունը ինչ է, չէ, օրինակ եմ էլի ասում, դե էլ ոնց լուծես, ճիշտ է։ Դրա համար, դե սկսենք այս պստիկ բաներից երեխեք, տեսեք, որ երկրաչափական պատկերներն են կոչվում հավասար։ Երկրաչափության մեջ սենց է, պատկերացեք, այս երկրաչափական պատկեր է, ճիշտ է, այս երկրաչափական պատկեր է, ինչ պատկեր է, ուղղանկյունի է, 4-րդ դասարանից գիտենք, 3-րդ։ Այս էլ է երկրաչափական պատկեր, Հիմի այս երկու ուղղանկյունները ոնց ենք մենք ասում հավասար են կամ հավասար չեն։ Հավասար են այն դեպքում, եթե այդ պատկերը դնենք այն մյուսի վրա, իրանք համընկնեն, այսինքն տոճվատոճ համընկնեն, հասկանում եք։ Հիմա օրինակ այս պատկերը հավասար չի, որտեղ դուք տեսնում եք, որ ինքերանք չհամընկան։ Տեսնում եք, չէ՞։ Բայց հիմա ես իրանց հավասարցնեմ, այսպես, դες համընկցրել եմ իրանց, այնպես եմ սարքել երկուսը, որ դնեմ իրար վրա գնան նույնը նույնին, բոլոր կետերը համադրվեն բոլոր կետերին, այսինքն դրանք մենք ասում ենք վերադրմամբ համընկնել։ Եթե վերադրմամբ համընկնում են, այդ պատկերները կոչվում են հավասար պատկերներ։ Հասկանալի է, հա՞, հասկանալի չի։
Էդի գնացինք առաջ, էդի հեշտ մասեր, դրա համար մենք գնանք առաջ, հա։ Ուրեմն ես ուզում եմ սենց հերթականությամբ գիրքը անցնեմ, տենց մի դուք նոր չեք էլի 7-րդ դասարան կամ 5-րդ, որ դնենք, ասենք, որ ասում են, չէ, Բալիկ ջան, արի մի հատ ուղղանկյունի նկարի, դե հիմա այդքան արդեն այդ բանի վրա չենք էլի նստի նկարը։ Սաղս էլ գիտենք, ուղղանկյուն արդեն դուք մեծ եք, որ ընդեղ ինչ ասեցինք, ոնց ասեցինք։ Մի հատ էլ սահմանում կա, հա, նորից եմ ասում, այս սահմանումները դուք գրում եք բոլորը ձեր տետրի այն բանաձևերի տետրի մեջ, որ մենք հասկանում ենք, որ դուք պետքա ունենաք, հեսա։ Այն կետը, որը հատվածը բաժանում է երկու հավասար մասերի, կոչվում է հատվածի միջնակետ։ Հատվածին սաղս ծանոթ ենք, չէ, էսի հատվածա տեսնում եք, ճիշտ է, հատվածը նշանակում ենք ծայրակետերով, կարդում ենք ծայրակետերով, այսինքն հատվածը ունի ծայրակետեր, դե հատվածը ճառագայթը ուղիղն էլ չասեցինք, էլի դրանք ինչ են։ Նու հատվածը ուղի մի մաս է, իսկ ուղիղը անverջ երկար է ու չունի սկիզբ, չունի վերջ։ Դա գիտենք, հա, գիտենք։ Իսկ հատվածը ուղի մի մասն է, տեսեք, ուղի մի մասն է, այսինքն կտրած է ոնց որ ինչ որ մի մաս ուղից եւ վերջ հատվածը ուղի մի մասն է, ունի սկզբնակետ եւ վերջնակետ, կարդում ենք ծայրակետերը նշանակում ենք լատինական այբուբենի ինչով, մեծատառերով։ Միջնակետը այն կետն է, որով հատվածը կբաժանվի երկու հավասար մասերի։ Իսկ հենց նոր ասեցի հավասարը ինչա, չէ՞։ Որ վեկալենք այս կտորը դնենք այն մյուս կտորի վրա, ինչ անի, այսենց հավասարվի, էլի, տեսեք, այսենց, հասկանում եք։ Արդեն հասկացանք ինչա նշանակում հավասար պատկերներ։ Եկեք դե անցնենք առաջ շատ երկու հավասար մասերի կոչվում է հատվածի միջնակետ։ On ստեղ միջնակետ է, հեսա, on միջնակետ է։ Ճիշտ է։ Եթե դաժե չհասցնենք, իհարկե, եթե ով բան չանում մի հատ ասի, անպայման իր պետք եկած հացը ասի, բարձրաձայնի, պլյուս դրան ստեղ մնում է։ Ստեղ ունենք գրած, պլյուս դրան, եթե ես էդի ուրեմն դնեմ բանում, բոլորս կարանք նայենք, եթե YouTube-ում նայենք, մեզի պետքա բան ենք տալու, ինչ են ասում։ Կանգնեցնելու ենք, նայենք, տենանք ինչ է, չէ, կամ կամած լսենք, կամ երկու անգամ լսենք, մինչև այնքան, մինչև որ յուրացնենք, էլի, հասկանալի է, եկեք առաջ գնանք, սենց ուզում եմ թերթեմ, տենամ ինչ, տենց կարևոր բան կա, որ մեզի տենց Явնի պետքա շեշտած էլի, հասկանալի է, թե ոչ։ Օրինակ ես չեմ կարծում, թե այս բանը ասենք, այդքան տրիվիալ բաները չենք ասի, այստեղ ասում է, եթե հատվածը իր բաժանված է ինչ որ մի կետով երկու մասի, չէ՞, հեսա, ապա այս մասերի երկարությունների գումարը հավասար է ամբողջ հատվածի երկարությանը դեսիո չենք տենց տնի ապացույցի կամ ասի, չէ, եթե սի 1 այսի 7 է, ապա ամբողջ հատվածի երկարությունը 8 է, ճիշտ է, սանտիմետր կլինի, մետր կլինի, դա կապ չունի։ Գնացինք առաջ, ստեղ մեկ էլ մենք էսա բան կանենք։ Սեսի մեկ շմեցացնեմ, տենանք ստեղ ինչ է գրած, հա։ Ստեղ հեշտ վարժություններ է, այդ հեշտ վարժությունների վրա կանգ չենք առնի երևի երեխեք ջան, այդանք տենց լավ, օրինակ վարժություն 30, քանի որ 0-ից ենք սկսում, հա, քանի որ 0-ից ենք սկսում, եկեք, ու պարտադիր չի էսի, ես դնեմ, ես լուծեմ, դուք լսեք, կարաք դուք լուծեք, հեշտ վարժություն է, տեսեք, կա կետը, աբե հատվածի կետ է, Համլետ, ձեր դասերը էսի շուտով անից եք, չէ, արդեն ահագին անցեր եք, համարյա կիսեր եք գիրքը, չէ, հա, աբե հատվածի, եկեք աբե հատված նշենք երեխեք, այսենց լավ է, 4x գումարած 3x, 20-ը բաժանված 7x-ի, որովհետև բազմապատում։ Որովհետև, ասում է կա կետով 4-ը բաժանվում է, ական կաբեի, ինչպես 4-ը 3-ի, տեսեք, ական կաբեի, էսի ական է, էսի կաբեն է, հասկանում եք, չէ, ու էդի 4-ը 3-ի, էդ ինչ է նշանակում, որ իր երկարությունները մենք կարող գրել 4x 3x, հասկանում ես,
Մենք չգիտենք ինքը ինչքան է, բայց հեսա կիմանանք։ Չէ, ինքը կարող է, եթե x-ը 2-ը լինի 8 6, եթե x-ը 3-ը կարող լինի 12 9։ Հիմա մենք չգիտենք, բայց ինչ գիտենք, ընդհանուր աբեն 28 է։ Սանտիմետրները չեմ ասում, այտենց շատ երկար չխոսալու համար էլի։ Հիմա 28 մետր կլինի, սանտիմետր կլինի, աբսոլյուտնի կապ ունի։ Չունի։ Բայց մենք ինչ ենք հասկանում, որ 4x գումարած 3x ասեց, դե արդեն ասեց Նարեկը 4x գումարած 3x էդի կլինի 28, ու մենք հեշտությամբ կգտնենք ինչ է x-ը։ 4x 3x էդի քեզի 7x հավասար է 28, x հավասար է ինչ 28-ը բաժանած 7, հավասար է 28-ը բաժանած 7, հավասար է ինչ 4։ Ուրեմն x-ը 4 է, ուրեմն ական ինչքան է 16 4 անգամ 4 16, այս էլ 3 անգամ 4 12։ Ահա մենք գտանք ական ու կաբեն։ Հասկանալի է, հասկանալի է։ Ուրեմն այդ խնդիրները, այդ տիպի խնդիրները անպայման լուծվում են ահա այդ ձևով։ Հա, ուզում եք 33-ն էլ անենք ու անցնենք առաջ։ Տեսնենք քանի ժամում որոշակի մի քիչ առաջ կգնանք էլի, հələ որ այտենց հեշտ բաների վրա ենք կանգնում։ Ինչ է ասում ով կկարդա հատվածի այնպիսի կետ է, դե եկեք մի հատ ացի հատված նկարենք, դուք էլ ձեր մոտ նկարեք, բայց ոչ բանում, բանաձևերի տետրում չէ, են մյուս տետրերում այս ձևի խնդիր ենք լուծում, բայց փորձում ենք արագ աշխատել, որտեվ չպետք է կայնենք տենանք այն մեկը ինչ նկարեց, ինչ արեց, հասկանում եք, քանի որ հեշտերն են էլի, հեսա որ դժվար գա, այդտեղ դժվար խնդիրների վաղ կա, իհարկե մենք ինչ կանենք, պետք է ստիված կանգ առնենք։ Իսկ էսի հեշտ է, չէ, թող սա լինի ացի հատվածը, չէ, ձեր տետրերն էլ քառակուսի տետրերն են, քան որ կարանք ացի հատվածը սիրուն նկարենք, չէ, բայց դուք հասկանում եք երեխեք, մի բան եմ էլի ասում, որ սաղ աշակերտներ գիտեն, որ գիծը միշտ պետք է սենց գծեն, ասենք, միակին չեմ տենում էլի սենց գծի գիծը, հասկանում ես, ոնց կուզեմ գիծ չէ կգծեմ, չէ, հասկանում եք, որովհետև մարդիկ միշտ մտածում են գիծը միշտ պետք է սիրուն ասենց լինի հորիզոնական։ Այտենց է, չէ, այտենց չի։ Ացի հատվածը այնպիսի կետ է B կետը, որ AB-ն BC-ի ինչպես 2-ը 1-ի։ Դա ո՞նց է լինում։ Այսինքն ամբողջ հատվածը քանի մասա, ով կարա ինձ շուտ ասի, 3 մասա, չէ։ AB, BC ու AB-ն 2 մասա։ BC-ն մի մասա, այսինքն ամբողջ հատվածը 3 մասա, մենք կարանք հատվածը բաժանենք 3 մասի ու հասկանանք, որ այսի AB-ն է, այսի BC-ն է, այսի 2x-ը, այսի ինչքան է, ինչքան է այսի x-ը, քանի որ 2-ը 1-ի չէ, AB հատվածի այնպիսի կետ է, D կետը, ուրա D կետը, չկա հələ որ, AB հատվածի այնպիսի կետ է, որ AD-ն DB-ի ինչպես 3-ը 2-ի։ Հələ մի հատ հասկանանք, հա։ Լավ, թող էսի մնա, ստե գրեմ 2x։ Հիմի D-ն AD-ն ամես թե DB-ն։ AD-ն, քանի որ 3 մաս։ Այսինքն AB-ն բաժանված է քանի մասի։ 5 մասի, որոնցից AD-ն 3 մաս է։ Ստե գրեմ մի ինչ որ մի AD, էս էլ թող լինի DB-ն, հա։ Էսի ոնց որ ասած, ինչքան է AD-ն 3y, մի ուրիշ տար կրենք էլի, հասկանում եք, էս էլ կլինի 2y, հասկանում եք, ոնց որ ասած 3y գումարած 2y, էդի հավասար է 2x-ի էլի, հասկացաք արդեն, և հարց է տալիս D կետը ինչ հարաբերությամբ է բաժանում AC հատվածը, այսինքն AD հարաբերած DC-ն է մեզ պետք։ 5y-ի, 2y-ի ու 2-1-ի։ 5y-ը ինչի։ Որտեղ 2y գումարած 2։ Ճիշտ է, դե այստեղ ոնց ենք անում։ Առաջինը հասկանում ենք ինչ։ Որ 3, հա, էլի ճիշտ ես ասում, ոնց որ թե ճիշտ ես ասում։ Չէ, ես եթե ասել եմ AB-ն, D-ն մեկը AD 3y, այն մեկը 2y գումարած 2.5y, ստացվում է 4.5y, իսկ հարաբերումը ստացվում է 1/3, մեկը 3-ի։ Այստեղ ինձ թվում է, որ տես AD-ն ինչքան է, AD-ն զուտ 3y է, ճիշտ է։ DB-ն մի հատ 2y է ու պլյուս x։ Նա կարեն չես նայում գրատախտակին։
Չէ, չես տենում որ չես նայ։ Ամշուտ 3y գումարած 2y բաժանած 2-ը 2.5y էդի անելա բայց։ Չէ, մի հատ հասկանանք էլի, AD-ն ինչքան է։ Մեզ պետքա AD բաժանած դեցեն, չէ։ Դե ուրեմն արի մի հատ չվռազենք էլի, AD-ն ինչքան է, AD-ն ինչքան է, ասա, այ հիմա ասա AD-ն ինչքան է, AD ապրես 3y։ Դեցեն ինչքան է։ 2y plus x։ Այսինքն ես պետք է իմանամ x-ը y-ի որ մասն է, էլի, կամ y-ը x-ի որ մասն է։ Դա երկու տառ է։ Ես պետք է սարքեմ մի տառ, ավելի լավ է x-ը, էլի արտաքսեմ, չէ։ Ինչու՞, քանի որ AD-ի մեջ 3y է, որ 3y-ը բաժանեմ ինչ որ քանակությամբ y, կստացվի թիվ։ Ասա։ 2y գումարած 3y բաժանած 2-ից ստացվում է x։ Որովհետև 3y գումարած 2y-ը էդի 2x-ա, չէ, հեսա 3y գումարած 2y-ը էդի AB-ն է, AB-ն էլ 2x-ա։ Հիմա է լավ։ Այսինքն 5y-ը ինչքան է։ 2x-ա, այսինքն x-ը ինչքան է։ 5y բաժանած 2, էլի։ Այո, 5 երկրորդ y։ Այո, 2.5y, բայց կոտորակով ասենք, քանի որ 10-որդական կոտորակով մեզի ձեռ չի տալի, քանի որ մենք հարաբերությունը պետք է ասենք։ Իսկ որ հարաբերությունը ասենք, մի հարաբերության մեջ մի թիվը լինի 10 ստորակետով թիվ, 10-որդական կոտորակ էլի, ոնց որ ասած։ Մյուսը ոչ, այդպես լավ չի։ Դրա համար x-ը, հետևաբար դեցեն ինչքան է։ Դեցը։ Հեսա դեցեն։ 2y գումարած x-ը ինչքան է, 5 երկրորդ y, այսինքն 2.5y։ Այսինքն 2-ին 2.5-ը 4.5-ը ինչքան է կոտորակով։ 4.5-ը։ 9 երկրորդ։ Ճիշտ է։ Եթե 9 բաժանում ենք 2-ի, ելնա 4.5։ Всё։ Տեսակ էսի արդեն կոնկրետնի խնդիր է։ Կոնկրետնի չէր, բայց դա խնդիր է։ 1-3։ AD-ն դեցեի, ստացվում է AD-ն 3y, չէ 2-3։ 9 երկրորդ y։ Չէ, այսինքն 3-ը 9 երկրորդի։ Իսկ y-ները ինչ արին։ Բախի չեք գրում, բախի չեք գրանցում։ Ես ուղղակի չեմ հասկանում։ 2-ը 3 է էլա։ Էլա 6-ը 9-ի, 2-ը 3-ի։ Ճիշտ է։ Ուրեմն տեսանք, որ AD-ն դեցե 2-ը 3-ի։ Քայլերի հաջորդականությունը պարզելավ թե ոչ, ես ուղղակի չեմ հասկանում։ Պարզելավ թե ոչ։ Չէ՞։ Ուրեմն տեսեք խնդրի լուծման էությունը, մեթոդը ինչու՞մն է կայանում, որ դու չնստես նայես օթերին, ասես խնդիրս չի լուծվում։ Տես ասում է 2-1-ի, ես գրում եմ 2x ու կետը դնում եմ, գրում եմ 2x, ընդ ասում է 3-ը y-ի, ընդ կետը դնում եմ, ընդ գրում եմ 3y, ընդ 2y, որ տեսանելի լինի, որ գործողություններդ կարենաս ինչ անես, կատարես, ով է հասկանում, չեք հասկանում ինչ եմ ասում, ճիշտ էլ անում եք չեք հասկանում, գնացինք հաջորդը, ճիշտ եք չէ անում, չեն խոսում, երեխեքը չեն խոսում, մի, ճառագայթը գիտենք ինչ է, ճառագայթը ուղի մի մասն է, եթե ուղի մեջ մի հատ կետ դնենք, լավ, նկարենք, էսի ուղիղն է, ստե մի հատ կետ դրեցինք, հիմա ես քանը ջնջում եմ, ստացա ուղի մի մասը, բայց որ մասը, մենք չենք կարող ասենք, որտեղ ուղիղն էլ է անվերջ, ճառագայթն էլ անվերջ, դա անվերջ գնում է, էլի, չեք հասկանում, ինձ թվում է հասկանում եք։ Դրա համար ճառագայթին նաև ուրիշ բառով մենք ասում ենք նաև բան, կիսաուղիղ։ Ոնց որ ուղիղի կեսը, էլի։ Բայց այդ կես բառը բառացիորեն չպետք է հասկանանք, էլի։ Ուղիղը անվերջ է, չի կարող անվերջին կեսը լինի, հասկանում եք թե չէ։ Պրոստը ճառագայթին, որ ունի սկիզբ Տես չունի վերջ, էլի, այդ ձևով հասկանանք, էդի կիսաուղիղ կամ ճառագայթ, էլի սկզբնակետը նշանակում ենք ինչ-որ բանով, տառով, լատինական մեծատառով, հասկանալի է, եկեք գնանք, հիմի, տեստ է ասում է, ուղի ընդհանուր գագաթ ունեցող ճառագայթները կոչվում են փոխլրացնող, հասկանում եք, եթե ես վերցնեմ այս հենց, O, չէ,
ու դեպի աջ գնացողն էլա ինչ կիսաուղիղ, անverջ համ կիսաուղիղ, դեպի ձախնել, բայց նրանք մեկը մեկին լրացնում են մինչև ուղիղ։ Հասկանում եք, sense չեն, էլի։ Անենց են, որ այս մեկը նենց է ծալած, որ մեկը մեկի շարունակություններն են։ Դրանք անվանում ենք փոխ լրացնող կիսաուղիղներ։ Այսի հասկացանք, որպեսզի չդնենք, էլի, որպես սահմանում գրենք երկար։ Հիմա այսի շատ ուժեղ կարևոր է, գնացինք։ Այսի գրելու եք, այդ ձեր գրելու եք սահմանում, մի հատ ցույց տամ, ոնց եք գրելու ձեր տետրին։ Գրելու եք S A H M, այսքանը հերիք է, տակը գիծ եք քաշելու։ S A H M տակը գիծ։ Այդ ձեր բանաձևերի տետրին, հասկանում եք, S A H M տակը գիծ ու գրելու եք փոխ լրացնողը արդեն հասկացանք ինչ է։ Կողմերով անկյունը, բայց ես մինչև այդ պետք է անկյունն էլ ասենք ինչա, ոնց որ թռանք վրով, հասկանում եք, անկյունը կոչվում է փռված անկյուն, լավ, հեսա կասենք ինչա, ոչինչ, երևի թերթեցի էջը թռա վրով, հասկանում եք, փոխլրացնող կողմերով անկյունը ինչա կոչվում, փռված անկյուն, փոխլրացնողը որն էր, այս էր, որը ճառագայթի այս կիսաուղիները իրար լրացնում են մինչև ինչ, մինչև լիակատար ուղիղ, էլի, ոնց որ ասած, այսենց չեն, էլի, հասկանում եք, այսենց էլ չեն, այսենց էլ չեն, այսենց ուղիղ գիծ են, հասկանում եք, այդի կոչվում է ինչ, այս ինչա կոչվում, ու փռված անկյուն, փռված, այսի կոչվում է փռված անկյուն, փռված, Հմի вообще-то անկյուն որն է կոչվում, էդ էլ հա գրենք S A H M, S A H M, S A H M, սահմանում էլի, այսինքն S A H M, այսինքն սահմանում, հասկանում եք թե չէ, հա, չեք հասկանում, S A H M-ն ինչա, սահմանում է, պատկերացրեք հետևյալը, այն, ասենք այն-ը, երկրաչափական պատկերը, որը ինչից է կազմված, որը կազմված է, եք հասկանանք, հա, կետից, չէ, մի հատ կետից, և նրանից դուրս եկող, երկու ինչերից, ճառագայթներից, հասկանում եք, թե չէ, հա, կամ կիսաուղիղներից կոչվում է ինչ անկյուն, այո, նկարենք հասկանանք, կետ նրանից դուրս եկող երկու հատ ինչ, ճառագայթ, երկու հատ լյուբոյ ճառագայթ, այդ երկու ճառագայթներով և այս կետով կազմված պատկերը, այսի պատկեր է հիմա, չէ, այդի կոչվում է անկյուն, այս ռանը ինչա, անկյունը, հա, Դրանից հետո ես փաստորեն ասեցի ինչա նշանակում փռված անկյուն։ Փռված անկյունն է, որ անկյան կողմերը մեկը մյուսին փոխլրացնում են մինչև ուղիղ։ Մինչև փռված անկյուն։ Լավ, ուրեմն անկյունը իմացանք ինչա ու փռվածը իմացանք ինչա։ Փռվածը այսինքն մեկը մյուսի շարունակությունն է։ Իրակ, սրանք էլ կոչվում են անկյան կողմեր։ Կողմ։ Անկյան կողմերն են։ Իսկ այս կետը կոչվում է ինչ։ Սկզբնակետ չենք ասում, ինչ ենք ասում։ Ասա Համլետ։ Գագաթ։ Անկյան գագաթ։ Սկզբնակետ էլ կարա լինի։ Հասկանալի է։ Իսկ եթե այս երկու անկյան կողմերը իրար փոխլրացնող են, արդեն անկյունը կդառնա այսպիսին։ Այսպիսի անկյունը կոչվում է փռված։ Դա էսի կարևոր բան է, որ հիշեք։ Լավ, գնացինք առաջ, տենանք էլ ինչ կա։ Անկյունը իմացանք, փռվածը իմացանք։ Մի անկյունը ոնց, դե արդեն գիտենք, որն է կոչվում երկու հավասար պատկերներ, որ մեկը մյուսի վրա դնենք, համադրվեն, վերադրվեն։
Այսինքն անկյունները երբ կլեն իրար հավասար։ Անկյունները երբ կլեն իրար հավասար այս երկուսը։ Ասենք, երբ որ դնենք իրար վրա, այսինքն սկզբնակետը սկզբնակետի վրա, n մի կողմը m մի կողմի վրա, չէ, ապա m մի կողմն էլ գնա m մի կողմին, չեք հասկանում ինչ եմ ասում։ Պատկերացրեք, այսի անկյունա, չէ։ Հիմա մի հատ էլ անկյուն ունեմ։ Ես ինչ եմ ասում, ասում եմ էսի վեկալեմ, այս անկյունը վեկալեմ, դնեմ n-ի վրեն, հասկանում եք, այսպես դնեմ իրա վրա, ծասկեց էլի պրոստը, հենց որ կողմը կողմի հետ վերադրվի, գագաթն էլ գագաթի հետ, այդ անկյունները կկոչվեն ինչ, հավասար, ըստ նոր ասած է էլի, ըստ մի քիչ առաջ որ ասացինք ամենակարևորներից մեկը, որ հավասար պատկերը էդի ինչը, հասկանալի, Եվ վերջապես գնանք անկյան կիսորդի հասկացությունը, տեսակ մի շարք գաղափարներ ասենց ասելով էթում ենք, բայց դրանք հեշտ գաղափարներ են, դրանք դուք առաջի անգամ չեք լսում, դրա համար այդեն շուշուտ ասում ենք գնում ենք, այս մեկը ինչ ասենք, ասում ենք, ենթադրենք ունենք այս անկյունը, պատկերացրիք, ստե գրածա սահմանում, տեսեք, սահմանում, Անկյան գագաթից դուրս եկող մի հատ ճառագայթ կամ կիսաուղիղ, որը անկյունը բաժանի երկու հավասար անկյունների։ Հասկանում եք, դե հավասարն էլ նոր ասեցինք ինչա, որ վերադրումով համընկնեն։ Այս, որը անկյունը կբաժանի երկու հավասար անկյունների, կկոչվի անկյան կիսորդ։ Կիսորդ, ասի անկյան կիսորդն է, արկածակ թե ոչ։ Բիսեկտրիսը, այո, բիսեկտրիսը։ Ուրեմն անկյան կիսորդը հասկացանք որն է։ Եթե այս անկյունը, ասենք, ինչքան որ կա, այս երկուսը դառավ դրա կեսը, իրար հավասար են։ Ալֆա, ալֆա։ Անկյունները նշանակում ենք հունական այբուբենի տառերով, ալֆա, բետա, ու այսպեսի նշան ենք դնում, տեսեք։ Այսենց։ Ու ասենք ալֆա, ալֆա։ Եթե նույն տառն ենք գրել, հասկանում ենք, որ նույնն է, այլ հեսա քիչ հետո կասենք անկյան չափման միավորը, օրինակ հատվածի կամ երկարության չափման միավորը ի՞նչն է։ Սանտիմետր, մետր, այնտեղ միլիմետր, չէ՞։ Բանկյան չափման միավորը ի՞նչն է, էլի։ Աստիճանը, մի 1 աստիճանի գաղափարը կտանք, թե 1 աստիճանը դա ինչքան է, հասկանում եք։ Աստիճանը 100 բան, հայրենով էդ ոնց։ Ռուսանով մինուտ է, հայրենով էլ 100 րոպե։ Չէ, 100 րոպե չի, առաջինը 60 րոպե է, անկյունները 60-ով է, այո, այսինքն 60 վայրկյան հավասար է 1 րոպեի։ Բայց դա խոսքը դրա մասին չի, խոսքը 1 աստիճանը ինչքան է։ 1 աստիճանը այսքանն է, այսինքն գրելու եք, նորից վերցնելու եք ձեր այդ բանաձևերի տետրը ու երբ որ հասնեք այստեղ, այսինքն գրեք սահմանում ու կարևոր սահմանում են գրում, հա, պատկերացնում եք, չէ՞, ինչ ենք անում։ Սահմանում Ինչա գրած սահմանման մեջ երեխեք հələ դուք դե կարում եք կարդաք հենց մա Փռված անկյան 1/170-րդ մասին հավասար անկյունը էլի կարճ ասենք 1/170-րդ մասը կոչվում է ինչ 1 աստիճան Մի բացատրում եմ այդ ինչա կարող է տենց կարդանք չհասկանանք ինչա բայց էսի կարևոր մոմենտ է հələ բան արեք Էսի մեր փռված անկյունն է, ճիշտ է, մենք ասեցինք։ Փռված անկյունը սենց մի հատ ուղիղ գիծավ, մեջը մի հատ ինչ։ Կետ։ Այս կետը ոնց որ անկյան ինչն է, գագաթն է, այս երկու կողմերն էլ մեր անկյան կողմերն են։ Պրոստը սրանք մեկը մյուսին լրացնում են մինչև ուղիղ գիծ են սարքում։ Այսինքն սենց չի էլի, նորից եմ ասում։ Այլ անկյան կողմերը գտնվում են մի գծի վրա։ Ոնց ասեմ, որ հասկանալի լինի։ Հասկացաք։ Մի պատկերացրեք այս մեր փռված անկյունը բաժանում ենք 180 մասի։ Այսենց 1 այսենց 2 ով է հասկանում ինչ եմ անում։ Հասկանում եք, թե չէ։ Սպասի բարակցնեմ նկարեմ։ Այսենց 3 այսենց 4 180 հավասար մասի են բաժանում։ Հասկանում եք ինչ եմ ասում, երեխեք։ Շատ կարևոր է որ հասկանաք։ 180 մաս, ճիշտ է, ես մեծ եմ, չէ, վերցրել եմ նկարացի մեջ, փոխադրիչը տեսերեք, փոխադրիչի վրա ասես կա կետիկներ, ամեն մի գծիկը 1 աստիճան, այլ, հիմա ասում եմ 1 աստիճանը ինչ է, Հիմա ես բաժանեցի այսինքն 180 մասի, պատկերացնում եք, այսինքն բաժանել եմ մասերի, եկել եմ հասել եմ ստե,
Էս էլ ստեղ է, չէ՞։ Հետո սենց ով է պատկերացնում ինչ եմ ասում։ Հələ ասեք որ պատկերացնում եք, թե չէ։ Չեք պատկերացնում, ինչ եմ ասում։ Բաժանել եմ 180 հատ մասերի, այսենց, բաժանել եմ։ Հասկանալի է։ Հիմա այդ 180-ից այս մի հատը կանվանեմ 1 աստիճան։ Եվ կանվանեմ անկյան չափման միավոր։ Հասկանալի է, հա? Չեք հասկանում։ Արու ես չեմ հասկանում, չեք հասկանում, որ ցեն չեք անում։ Անում եմ։ Պատկերացրեք, էսի մի հատ անկյուն է, չէ՞։ Հիմա եթե այս մի անկյան մեջ քանի հատ այս մի հատիկից կտեղավորվի, չէ՞, ասենք եթե 20 հատ է տեղավորում, դա կլինի 20 աստիճանի անկյուն։ Այսինքն եթե 1 աստիճանը սահմանեցինք, ապա մենք կարանք նաև իմանանք այն մեծ անկյունի ինչքան է, քանի հատ դրանից է, էլի։ Հասկանալի է։ Ուրեմն ո՞րն է 1 աստիճանը, հələ ասա, նարեք, 1 աստիճանը դա ինչ է։ Փռված անկյան, ասա Կարեն։ 1/100-րդ մասն է։ Փռված։ Այո, այո։ 1/170-րդ մասը կոչվում է 1 աստիճան, 1 աստիճան։ Պատկերացրիք ինչ եմ ասում։ Լավ։ Հիմա ձեր կարծիքով փռված անկյան կեսը քանի աստիճան է։ 90։ Ապրես։ Չէ, որովհետև եթե ամբողջը 180 մաս է, ուրեմն կեսն էլ 90 մաս է, 90 ամեն մի մասն էլ 1 աստիճան, հա? Եղավ 90 ինչ? Աստիճան։ Ուրեմն եկեք հասկանանք։ Մենք ունեինք, նորից եմ ասում, անկյուն, փռված անկյուն, հա, փռված, հա, վայ, մեկ էլ մոռացա ասեմ։ Ճիշտ ես ասում, Կարեն։ Քանի որ մենք 180 մասի ենք բաժանել։ Եմ ամեն մի մասին անվանել ենք ինչ։ 1 աստիճան, 1 աստիճան, ու նշանակում ենք այսպես կլորով։ Ուրեմն փռված անկյունը քանի աստիճան է։ 1։ Չէ։ 180։ Այն մի հատիկը, այն պստիկը 1 աստիճան է։ Չէ, այսի 1 astիճան է։ Քանի հատ սրանից է։ 140։ Քանի որ մենք բաժանել ենք 180 մասի։ Պատմականորեն վերցրել 180 են վեկալ, էլի, 100 չեն վեկալ, հասկանում եք։ Ավելի լավ կլներ 100, չէ։ Բայց իրենք վերցրեն 180, հասկանում եք։ Շատ շուտվանից է, էլի գալի։ Հետևաբար, որ 180 մաս է, այս ամեն մի մասն էլ 1 աստիճան է, ուրեմն ամբողջ փռված անկյունը քանի աստիճան է։ Փռված անկյունը 180 աստիճան է։ Всё, էսի ֆիքսեցինք անցանք առաջ։ Ֆիքսեցիք դուք թե ոչ։ Հա? Հիմա գնացինք, հասանք այն որ ասում էի, դե որ փռված անկյունը 180 աստիճան է, բա փռված անկյան կեսը ինչքան է։ 90 աստիճանը մենք նշանակում ենք ահա այսպիսի նշանով 90 աստիճան եւ անվանում ենք ուղիղ անկյուն։ Այսինքն փռված, տեսեք, որոշակի անկյուններ ունեն անվանումներ։ Փռվածը այն անկյունն է, որի կողմերը իրար փոխ լրացնող են։ 90-ը փռված անկյան կեսն է եւ անունը ինչ է։ Ուղիղ։ Ուրեմն եթե մենք կարդանք ուղիղ անկյուն, մենք պետք է հասկանանք բանը 90 աստիճանի անկյուն։ Չէ՞։ Հիմա բանը սահմանում նորից այն անկյունը, որը 0-ից մեծ է 90-ից փոքր է, կոչվում է սուր անկյուն։ Այս է, էլի։ Ոչ 0 է, ոչ էլ ուղիղ է, էլի, 90 չի։ Այս անկյան անունը սուր անկյուն է։ Ուրեմն ոնց էր։ Այն անկյունը, այո, որը ուրեմն մեծ է 0-ից փոքր է 90-ից, այսինքն ոնց գրենք, որ լավ լինի, ալֆան փոքր է 90 աստիճան, մեծ է 0 աստիճան։ Ճիշտ է։ Այս դեպքում մենք անվանում ենք այս անկյանը սուր անկյուն։ Սուրը 10 աստիճան կլինի, 20 կլինի, 25 կլինի, դա սուր անկյուն է։
Այն որը 90-ից մեծ է, ընդրան էլ ունի անուն, ընդրան էլ ինչա? Բութ անկյուն է, ճիշտ է։ Սահմանում։ Եթե ուրեմն ալֆան, թող ալֆան լինի մեր անկյունը, հա, որ նորից չգրեմ, էլի անկյունը, որը բան սենց, փոքր է 180-ից աստիճանից ու մեծ է 90-ից, չէ՞։ Կոչվում է ինչ անկյուն։ Բութ անկյուն։ Լավ, այսքան շատ չծանրանանք, հասկանալի բան է, էլի, թե հասկանալի չի ձեր համար։ Հա? Հələ ձեն անեք։ Ստե կոչվում է այն անկյունը, որը փոքր 90-ից չեն գրել, կոչվում է սուր անկյուն։ Մի հատ բութ անկյուն էլ նկարենք, չէ, օրինակ այս-ի էլի։ Չէ՞։ Այսինքն այն որ պետք է իրներ սենց էսի ուղիղն է, ինքը ավելի մեծ է, կոչվում է ինչ անկյուն, բութ անկյուն, չեք հասկանում, ինչ եմ խոսում, հա։ Դե լավ չեք հասկանում, գնացինք առաջ։ Որը։ Դե բութ անկյուն եմ էլի նկարը մի հատ։ Հասկանալ, չէ, որ պատկերացրեք, որ կպցնի ձեզի ասեղի նման կծակի, էսի էլի, էս ծերը։ Իսկ էսի դժվար կծակի, չէ։ Դրա համար սուր բութ է, էլի անունը։ Չեք հասկանում, ինչ եմ ասում։ Նարեկ քունդ տանում, հա, ես չեմ հասկանում։ Հա? Քունդ տարավ։ Ինչ ես։ Եկեք հեշտ խնդիրներ լուծենք։ Օրինակ 53 համարի խնդիրը։ Ես ձեզի տնայիններ կտամ այս դրանից։ Եթե շատ հեշտ լինի, բանա որ կարակ լուծեք, եթե կտենակ դժվարա կլուծենք։ Շատ հեշտ է լինի։ Խի չի լինի։ Սաղ էլ շատ հեշտ է, էլի։ Օրինակ, BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը 23 աստիճանով փոքր է մյուսից։ Գտնել այդ անկյունները, եթե սենց նկարենք x գումարած 23 աստիճան, 155 աստիճան, հավասար է 155 աստիճան, 2x մինուս 100 ինչքան 32 աստիճան, x-ը հավասար է 66 աստիճան։ Բայց մինչև այդ ես ճիշտ նկարեմ, հա, սխալ նկարեցի ոնց որ, որովհետև ինձ տված է ABC անկյունը 155 է, չէ՞։ Իսկ ես նկարել եմ սուր անկյուն։ Դրա համար մի հատ ճիշտ է, էլի նկարենք։ Էսի մեր անկյունը, սենց եմ նկարում։ Էսի ինչքան է։ Էսի B-ն է, հա, մեկ էլ ոնց ենք գրում։ Որ աստիճանի։ Այո, եթե գրում ենք անկյուն, մեջտեղը պետք է գագաթը ընկնի։ Այո, գագաթի անկյունը գրում ենք մեջտեղում։ Այսինքն անկյուն ABC դա նշանակում է մենք տառերը պետք է ճիշտ գրենք։ Մենք չենք կարող ստե գրենք C ու կարդանք ABC։ ABC ենք կարդում։ Եվ ինչ ասացիր։ Որ ճառագայթը 23-ով փոքր է, ոնց կարան գրենք, հələ x, որը գրեմ x, փոքրը գրեմ x, իսկ այս մեկը x գումարած 23 աստիճան։ Քանի որ 23-ով մեկը մյուսից փոքր է, էլի, կամ այս մեկը այս մյուսից մեծ է 23-ով, տարբերություն չկա, ու ինչ կանեմ, արդեն ասացիր, չէ, x-ին կգումարեմ x գումարած 23, հավասար է 155։ կդառնա 155։ Այս աստիճանները պետքա պարտադիր գրենք, պրոստը որ շտապելուց մեկ-մեկ չեմ գրում, դա սխալ է, բայց դա ոչինչ էլի, չէ։ 2x հավասար է 155-ից ինչքան 132 աստիճան, x-ն էլ հավասար է 66, չէ, 60 շկամ, 66, հա, 66 աստիճան։ Հիմա այսինքն անկյուններն են, պետք է գրենք պարտադիր խնդիր լուծելուց պատասխան ու այնտեղ մեկը x-ը 66 աստիճան, մեկն էլ 66-ին 23, այսինքն 89։ Այս երկուսն էլ իրար հետ որ գումարենք, մենք կստանանք 155, էլի։ Հասկանալի է, չէ՞։ Ահա, այսպեսի այտենց հեշտ վարժություն մենք լուծեցինք, հեշտ են։ Սրանք հեշտ են։ Սրանք կոչվում են ինչ վարժություններ, հեշտ վարժություններ։ 54-ը եկեք անենք։ 54-ը ով կասի։ Նարեկ, արի դու մի ասա 54-ը։
Խոսքի թո բանը ասի Համլետը ասա։ Դե էլի A ու B անկյունը ունենք։ Նույնն է։ Հա, նույն վարժությունն է, բայց նույն բառացիորեն նույնը չի։ Ոնց պետք է գրենք A ու B-ն։ Ստե A, ստե O, ստե B, չէ՞։ Այսինքն on պետք է գրենք։ Ու A ու B-ն էլ 120-ը։ Չէ, հələ թող բանը ասի, Համլետը։ Երկու անկյան է օցեն բաժանում, էսի օցեն, հա։ Եվ մեկը 3 անգամ փոքր է մյուսից։ Ինչ պետք է գրեմ։ Ստե ինչ գրեմ, որ լավ լինի։ X, իսկ ստե X չէ, 3x։ Քանի որ 3 անգամ մեծ է, խի գրեմ y, եթե y-ը ուրիշ տառը։ Այնա որ ասում է 3 անգամ մեծ է, 3x եւ գումարեմ կգրեմ 120 աստիճան, չէ, x-ը հավասար ինչքան։ 4x-ը 120, x-ը 120-ը 4-ը 30, ուրեմն անկյունները ինչն են։ 30, էսել 90։ Ուրեմն ես սխալ եմ, չէ՞, նկարի սկզբան։ Հենց սկզբից, բա չէ որ 120 էր։ Էսի հենց սկզբից սխալ է։ Չէ՞։ Այս նկարը հիմարություն է, ճիշտ է։ Քանի որ մեզ սկզբից ասում էր 120, ես բռնեցի սուր անկյուն նկարեցի։ Այսինքն պետք է նկարելուց մեկ չել ճիշտը նկարես, էլի։ Հետո խնդիրներ կա, որ պարտադիր պետք է ճիշտ նկարես, որ այդ խնդիրը ստացվի։ Այս խնդիրները ես կտամ տնային, սրանք հեշտ խնդիրներ են, սրանք տնային։ Հիմա երկու կարևոր անկյունների մասին։ Էլի անուններ ունեն, դրա համար այտենց կարևոր են, էլի։ Ինչ է գրած։ Կից եւ հակադիր անկյուններ։ Յոգում եք ինչ է։ Հա։ Երկու անկյուններ, որոնց մի կողմը ընդհանուր է, իսկ մյուս երկու կողմերը փոխ լրացնող են։ Հասկանում եք, դա որը կլինի։ Հələ եկեք հասկանանք, հա, ով կարող է հասկանալ, հա։ Դե փոխ լրացնող են մեկը փոխ լրացնող է, այսինքն sense են, այս անկյուններից մեկը էսի է, իսկ այն մեկը ով է։ Մի կողմը ընդհանուր է, հեսա։ Այս ինչ է, այսի դրանցից չի, ստե գրեմ O, ստե գրեմ A, ստե գրեմ B, ստե գրեմ C։ Հիմա ունենք երկու անկյուն, հեսա, 1, 2։ Բա դրանց մի կողմը ընդհանուր չի, օցեն, համսրանն է, համնրանն է, հա, համսրանն է, համնրանն է։ Հա, բանը, բայց անկյունը եթե հավասար չեն, չպետք է երկու գիծ դնել կամ էլ ուրիշ ինչ-որ բան։ Պետք է, հա, դա էլ ես ճիշտ ասում, երկու գիծ դնենք, որ իրարից տարբերվի, շատ ճիշտ ես ասում։ Ուրեմն կարևոր իմանանք որն է դա։ Կողմերը ո՞նց են այս անկյունների։ Մի երկու կողմերը իրար փոխ լրացնող են, հեսա, տեսեք, O-ն ու O-ն։ Տեսնում եք, չէ՞, այսինքն փոխ լրացնող մի գծի վրա են, էլի ոնց որ ասած։ A-ն, O-ն, B-ն մի գծի վրա են, իսկ OC կողմը ընդհանուր է։ Չի կիսում, հավասար մասի չի կիսում, պրոստը ընդհանուր կողմը, տես սա մեծ է, սա փոքր է։ Մեկը բութ է, մեկը սուր է։ Այս անկյունները կոչվում են կից անկյուններ։ Կից։ Ստե գրած է, սահմանում երկու անկյուններ, որոնց մի կողմը ընդհանուր է, իսկ մյուս երկու կողմերը փոխ լրացնող ճառագայթներ են, կոչվում են ինչ։ Կից անկյուններ։ Անց որ ստե կից անկյուններ են։ Հիմա հարց։ Կից անկյունների գումարը քանի աստիճան։ 180, քանի որ տես սա ալֆա, սա բետա, չէ։ Էսի որ գումարենք չի լինում էսի։ Իսկ սա ինչ է։ Սա փռված ապրես, փռված անկյունն է, քանի որ փոխ լրացնող այդ նշանակում է մի ուղի վրա, այսինքն փռված անկյուն։ Այո, փռված անկյունը դա փոխ լրացնող կողմերով անկյուններն են, այո։ Վերջ։ Ուրեմն թեորեմ, տես էսի կարևոր թեորեմ։ Թեորեմ, գրելու եք էսի ձեր բանին։ Այսինքն ինչ ցույց ենք տալի, դուք ձեր տետրում պետք է գրեք։ Ուրեմն ինչ է նշանակում սա։ Կից անկյունների արդեն ասեցինք կից անկյունները, որն են գումարը հավասար է ինչ 180 աստիճանի, քանի որ անենց է սահմանված, որ այդ կից անկյունները գումարում ենք, դառնում է փռված անկյուն, իսկ փռված անկյունը
Դա 170 աստիճան։ Ահա կիցանկյունների մասին թեորեմներ էսի։ Ահա, ստեղ այդ նույն բանը, տես կիցանկյունների գումարը 170 աստիճան է, էդի մենք հեշտությամբ ապացուցեցինք արդեն, ճիշտ է։ Եվ անցանք հաջորդին։ Դի հայ Հակադիր անկյուններ։ հակադիր։ Հակադիր անկյունները։ Ռուսերեն ոնց է։ Вертикальный. Իսկ կիցը Смежный. smeshny, հա։ Չէ, смежный. Smejny։ Հա։ Smejny։ Ահա, կիցանկյուններ։ Այո, շատ կարևոր է տենց ճոգել, ինչա կատարվում։ Հիմա նայենք երկու անկյուններ, էլի երկու անկյունների մասին է խոսքը։ Կողմերը երկուսն էլ փոխլրացնողներ են արդեն։ Այսինքն, այսինքն խաչուփակ են, տեսեք։ Այս խաչուփակները հասկանում եք ինչ եմ ասում։ Երկու անկյուններ են, այսինքն մեկը սա է, մեկը ալֆան է, մեկը բետան է, որոնց կողմերը ինչ են։ Փոխլրացնող են։ Չէ, էսի ցույց եմ տալի։ Սրան է փոխլրացնում, էս էլ սրան է փոխլրացնում։ Այսինքն դա ստեղծվում է երբ հակադիր անկյուններ, երբ են ստեղծվում։ Երկու հատվող ուղիների ժամանակ։ Առաջանում են 4 հատ անկյուն, որոնք զույգարզուգ կոչվում են ինչ։ Հակադիր անկյուններ։ Այսինքն սրա հակադիրը սա է, սրա հակադիրն էլ սա է։ Всё։ Ուրեմն հասկանանք երբ հակադիր անկյուն առաջանում, Համլետ որ քնածես ասա։ Երբ որ երկու անկյուններ որոնցից Հələ մեր լեզվով ասա, պրոստը ասա խաչուփակ ուղիներով, հա։ Իրար համապատասխան։ Խի համապատասխան ախպեր։ Իրար փոխ երկու անկյուններ, որոնց կողմերը ինչ են կարեն։ Փոխ լրացնող են։ Իրանք երբ են առաջանում, էդ էլ մեր լեզվով։ Երբ են առաջանում հակադիր անկյուններ։ Երկու հատվող ուղիների ժամանակ։ Այսինքն խաչուփակ ուղիների ժամանակ հեսա առաջանում են հակադիր անկյուններ, էլի։ Դրանց անունը պրոստը հակադիր անկյուն, 4 հատ անկյուն չի։ Դա 4 հատից 2 զույգ կոչվում են ինչ։ Հակադիր, էսի պրծանք, հասկացաք թե չէ։ Հեսա հակադիր անկյուններ։ Ոնց որ լավ չեք հասկանում ինչ եմ ասում, կամ էլ ձեզ չհասկացողի տեղեք դրա։ Հիմա մի հատ կարևոր թեորեմ նորից, թեորեմ։ Համուլ մի քնի։ Հավասար։ Քնում ես։ Խես քնում, տունը չես քնա, ես չեմ ճոգում։ Հակադիր անկյունները հավասար են, էսի պետք է չոտկի իմանանք։ Հակադիր անկյունները դպրոցում քնում եք, ստե քնում եք։ Բա ինչ պետք է լինի։ Հակադիր անկյունները հավասար են։ Այսինքն ունենք հակադիր անկյուններ, էսի 20 աստիճան է, խոսքի օրինակ։ Էսը լա 20 աստիճան։ Հիմի հարց։ Հիմի կարևոր հարց։ Էսի որ 20 է, էսի ինչքան է։ Էդի հեսա ասեմ 160 է, չէ, որտեվ այս 160-ը, այս 20-ն էլ կից են, չէ։ Կից անկյուններ են, չէ։ Այսինքն հակադիր անկյունները նաև առաջացնում են բաներ, էլի, կից անկյուններ։ 160, էս էլ է 160 պարզավոր։ Всё, գնացինք հաջորդը, ստեղ խեժտ խնդիրները տեսնենք ինչ։ Էսի արդեն ասել ենք, որ անկյունները լինում են ուղիղ անկյուն, սուր անկյուն եւ բութ անկյուն, էսի արդեն ասել ենք, ճիշտ է։ Էսի պետք չի երկու երեխեք, եթե ուղիղները հատվեն ուղիղ անկյան տակ, ինչ կառաջանան։ Եթե ուղիղ։ Էսի մեկ ուղիղ, էսի երկու ուղիղ, եթե սենց լինեն։ Ամեն մի բանը կլինի 90 աստիճան։ Բոլորը 90 աստիճան կլինեն, 4 հատ անկյուն կլինի, 4-ն էլ 90։ Սրանք ինչ են կոչվում, սրանց էլ ունենալուն, սրանք կոչվում են փող, ուղղա, հայաց, ուղիղներ։ Փող ուղղա հայաց ինչ էր։ Ուղիղներ, խաչուփակը, բայց 90 աստիճանի տակ։ Արդեն էսի շատ ուժեղ կարևոր է, էլի, ասենք կյանքում չես տենա, չէ, ասենք շենքը սենց ծուռ է, ինքը պետք է ուղիղ լինի, դա հենց ուղղահայացն է, էլի, ուղղահայաց են մյուսին։ Ուրեմն ուղղահայացն է, որ 90 աստիճան ինչ անի կազմի մյուսի հետ։
երկու ուղիներ, որոնք հատվում են ուղիղ անկյան տակ, ուրեմն ինչ են անում, հատվում են ուղիղ անկյան տակ, իսկ ուղիղ անկյունի ինչքան է, 90 աստիճանն է, ուրեմն այդ ուղիները կոչվում են ուղղահայաց, կամ մեկը մեկին ուղղահայաց, կամ փոխ ուղղահայաց, չէ, փոխ լրացնող չէ, փոխ ուղղահայաց, ով էսի հասկացավ ինչ ասեցինք, փոխ ուղղահայաց ուղիները սահմանեցինք, երկու ուղղահայաց ուղիներ, այս ինչ որ ասում ենք մեզի հետագայում սաղ ինչ ասում ենք, էսի պետք է գրենք սաղ, լավ գնացինք, դե եկեք մի երկու հատ հեշտ վարժություն անենք անցնենք հաջորդ թեմային, հա, թե արդեն թողնակ, հա, եթանք տուն, արդեն, հա, իշ տուն, հա, գից անկյուններից մեկը 30 աստիճանով, էսի ինքնուրույն աշխատանք, դավայ գրեք, այս վարժությունը դուք եք գրում, գից անկյուն, բայց պրոստը պետք է կարեք գից անկյուն նկարեք, մի հատ գից եք տանում, ուզում եք սենց տանենք, պարտադիր չէ, էլի, միշտ գիծը սենց լինի, 75 ու 105 ատենց անգիր, չէ, էսի գից անկյունները նկարել եմ սովորացնում, մեկը 30-ով մեծ է մյուսից, ոնց են գրում, x գումարած 30, իսկ իրանց գումարը ինչքան է, 180, x գումարած այո, 30, հավասար 180, 2x հավասար 150, x հավասար 75 Всё, ճիշտ է, x հավասար 75 Ճիշտ է, ու աստիճանները ստեղ, աստիճանները չենք մոռանում, տես տպագիր, սաղ միշտ աստիճանները գրած Էսի հասկացանք, չէ, որ էսի ինչ թեորեմ օգտագործեցինք, որ գից անկյունների գումարը 180 աստիճան է Էս մեկը, գից անկյուններից մեկը 5 անգամ փոքր է մյուսից, էս էլ նույն բանն է, էսի x, էսի 5x, էսի ավելի հեշտ 120 Այո, պատասխանը ինչ պետք է գրենք, 5x plus x, էդի քեզի 180 Այդ 30 անդակ 30, 120 Այո, x-ը 30, 5x-ն էլ 5-ա 30, 150 150 Կամ եթե էսի 30-ը, էսի 180-ից հանած 30, 150 էլի Չէ, էսի պրիմիտիվ, տենց վարժությունիկներ են Էսի սկի վարժություն էլ չի, վարժությունիկ է Ճիշտ է, թե չէ, թե ձեր համար դժվար է, հա? Չեմ հասկանում Շատ լավ, հեմի Այսի Սրանք որպես օրինակներ են 67-ը, ասում է հակադիր անկյունների գումարը 68 աստիճան 36 րոպե է 36 րոպեն ինչքան է Այս էլ ձեր հակադիր անկյունները Հակադիր անկյուն 34 աստիճան ու 18 րոպե Իսկ մի րոպեն ինչքան է 60 վայրկյան Մի րոպեն 60 վայրկյան է, բայց մի վայրկյանը ինչքան է Չէ, այսինքն աստիճանը ամենք ասեցինք Աստիճանը փռված անկյան 1/180-րդ մասն է, ճիշտ է Բա հիմա, ստեղ տեսը գրած է աստիճան ու րոպե 68 աստիճան ու 36 րոպե Րոպեն էլ այսինքն շտրիխով են գրում Հիմա մի րոպեն ինչքան է Աստիճանը կոյեկա գիտենք Աստիճանը հիշում եք, չէ, էսի փռված անկյուններ Այսենց փոքրիկ անկյուններ, որը 180 հատեր կազմում էր 180 հատ 1 աստիճան Ահա, բա 1 րոպեն ինչքան է 1 րոպեն էլ ժամի նման 1 րոպեն էլ 1 աստիճանի 1/60-րդ մասն է Ուրեմն 1 րոպեն հավասար է 1/60-րդ աստիճան Հասկանում եք Այսինքն այս պստիկը, տեսեք ինչքան պստիկ է Էսի մի հատ էլ 60 մասի բաժանես Շատ փոքր է Չէ, որին ասենք 1 րոպե Հələ մի հատ էլ կա վարկյան, որը մենք նշում ենք այսենց 1, 2 հատ շտրիխ Այդ վարկյանն էլ Այդ րոպեի 1/60-րդ մասն է Էդի վաբշե անտեսանելի կլինի մեր համար Դաժե ես չգիտեմ Կա այտենց տեղ Բացի աստղագիտությունից էլի մեր Ասենք շինարարություն բան անելուց Այդ բանով չափումներ են չանում մեջ օգտագործում են Հա, բա ոնց
Հիմա ասենք բացի աստղագիտությունից մեր շրջակա այս աշխարհում որ ստրոիկա բան են անում էլի շինարարության մեջ վարկյանը օգտագործվում է թե չէ այնքան փոքրիկ անկյուն է էլի քիչ է Ինձ թվում է աստիճանը չեն օգտագործում մեկ աստիճանն էլ չէ շատ քիչ է չէ աստիճանը դա արդեն մեկ աստիճանի տարբերությունը երևացող է աշկի համար եթե ստոլբեն մեկ աստիճան ծուռ լինի դու կզգաս կտեսնեմ հա հիմնականում բայց ուշադրվում ես Այն որ աչքով երևում է Այն որ աչքով չի երևում արդեն դա կարող ես համարել որ լավ է էլի ինչ որ աչքով երևում է որ ծուռ է դա արդեն դա հաստատ ծուռ է չէ Աշկը լավ գնահատում է, էլի։ Հասկանում եք ինչ եմ ասում, թե չէ։ Գիծանկյուններից մեկը սուր է, այն մյուսը ինչ է։ Բութ։ Եթե մեկը սուր է, մեկը բութ է, չէ՞։ Հեսա եթե էսի սուր է, էսի անպայման բութ է։ Չէ, որտեվ սուրը ինչքան է 90-ից փոքր է, ուրեմն այն էլ 90-ից մեծ է։ Դե եթե 90-ից մեծ է, ուրեմն բութ է։ Ճիշտ է թե չէ։ Հեսա կասեն չէ։ Հələ ինչ վարժություն ասենք։ Թե այս պերիոդում չասենք վարժություն։ Չեք հասկանում, որ հեշտ է։ Դեկե գնանք Էսի ով կանի։ 84-րդ վարժությունը։ AB հատվածի երկարությունն է տված։ Հեսա AB հատվածի երկարությունը 16 է։ Խնդիրը, եթե հիմա խնդիրը գրեք, երեխեք։ Այն որ պատմում եմ, ասել եմ տունը պետքա բանաձևերի տետրի մեջ գրեք։ Իսկ հիմա որ խնդիրը գրեք տետրի։ Մեկը 3-ի։ Չեմ գրում։ AB ուղի վրա գտնեք բոլոր կետերը, որոնց համար DA-ն հավասար է 3dB։ Այսի AB հատվածն է 16 է։ Մեզ AB-ն է, AB ուղիղն է, ասի AB ուղի այսպես նկարեմ, այսպես։ Ասել մեր AB ուղիղն է, տեսնում եք։ Երկար։ Ասել ինչ որ հատված է։ Հիմա DA-ն հավասար է 3dB։ Դե խոսք էլ, եթե D-ն ստեղ է, D-ան հավասարնի 3dB, սես ճիշտ է լավ, չէ։ Պետք է ստելնի, չէ, որ ասենք D-ան հավասարնի 3dB, չէ։ Էլի կա սենց, հիմա որտեղ պետք է D կետը ես նշանակեմ։ D կետը, այսինքն D-ն ինչքան պետք է լինի։ D-ն 3 անգամ փոքր է, քան D-ան։ Ու Հիմա այս AB-ն 16 է, D-ն B-ից ինչքան է հեռու։ D-ն B-ից։ Հա։ 4 սանտիմետր։ 4 սանտիմետր, հա։ Այսինքն էսի 4, էսի 12։ X գումարած 3-ից։ Հա, ճիշտ է, չէ՞, 12-ը հավասար է 3 հատ 4։ Շատ ճիշտ է։ Մի էլի կա սենց կետ, թե վсё։ Ինչ։ Չէ։ Չէ։ Իսկ չի կարա ստելնի D-ն։ Աստեղ ջնջենք D-ն։ Էսի ջնջենք։ Դա ադեպքներ։ D-ն ստելնի ու D-ան էսի հավասարն է 3 հատ սրանից։ Չի լինի։ Ոնց կարող է, պետք է մտածենք։ Բաումի դեպք չի։ 20։ Էսի որ ստեղ էր հասկացանք 4 12, չէ։ Իսկ սենց Դες որ չի հասկանում, հա։ Տես, DB-ն ինչ գրեմ DB-ին։ X Բա D-ան ինչքան կլինի։ Հա, D-ան ինչքան կլինի թվով։ Էդի 16 + x, չէ։ Հա, 16 + Որտեվ այսքանը 16, հա, այս էլ + x։ Ու ինքը ինչ է ասում։ 16 + x-ը հավասար լինի 3 հատ x։ 16 + x-ը հավասարի 3x, չէ, ասում է D-ան, այսինքն սա էլի, հավասարի 3dB, այս էլ dB-ն է, 3 հատ dB։ Այսինքն 16 + x-ը հավասարի 3x, ու այդ դեպքում ինչ կլինի։
16 հավասար է x-ը գնացել է 2x, x-ը հավասար է 8։ Իսկ ընդեղ Այսինքն դեն բեից 8 լինի սանտիմետր հեռու, այսի կլինի 24, 24-ը 3 անգամ մեծ է 8-ից։ Իսկ երբ որ ստեղ էր դեն, ստեղ 4 էր, ստեղ 12 էր, ու էլի ադեն դեբեից 3 անգամ մեծ է, 12-ը 4-ից 3 անգամ մեծ է։ Տեսանք, որ երկու լուծում ունի սրա։ Դրա համար ստեղ ասում է AB-ի վրա գտեք բոլոր այն կետերը, որոնց համար է տենց է։ Հասկացար։ Այն իրակ չեն նայում։ Դու ես նայում, դրա համար քեզ եմ ասում, հասկացար։ Այնա, ոչ նայում են, ոչ էլ լինում։ Կարջան, նեղություն քաշը գլոխդ բարձրացրան անդե նայ, այնի է, անդե դու պետք է տենաս, դու գետնի չես տենա այնի։ Իսկ կարի ուրիշ կետ կարան եկի չէ։ Հա։ Ուրիշ կետ կարան։ Դե նայ, եթե լավ հարց տվեց էլի, ասենք կարող է ուրիշ էլ չէ կա։ Այն որ դե կետը AB-ի մեջ էր, էդի կտանք։ Այսինքն էդի դեից 4 սանտիմետր էր հեռու։ Հետո B-ի այս մյուս կողմում էլ պարզվեց որ ձև կալնի։ Չէ՞, ստե 8, այս ելավ 24։ Իսկ եթե դե կետը ստելնի, այս կողմում ելնի A-ի։ Այդ վաղտ A-դեն կլնի S-ի, իսկ B-դեն ավելի մեծ կա։ B-դեն կլնի ավելի մեծ։ Չէ։ Հա, ես բանից այստեղից։ Բայց մեզի պետք է որ B-դեն փոքր լինի, չէ՞, ասում է 3 հատ B-դեն դա DA։ Իսկ այս կողմում ստացվեց որ D-ան փոքր է, DB-ն է մեծ, մեզի տես չի ուզում։ Մեզի ասում է D-ան մեծ լինի 3 անգամ DB-ից։ Հա։ Իսկ աչ կեսում չի կարա էլի լինի ինչ որ ուրիշ։ Ստե, ավելի։ Չէ, աչ։ Ստե։ Հա։ Դե էտա էլի ստեղ է։ Այդքանից Դե ոնց լինի, դու մենք դե հենց դրա համար էլ մենք ոչ թե բան ենք արել, տենց օդից վեկալինք որ 8-ա։ Այլ հաշվեցինք, ասեցինք ենթադրենք այս D կետը B կետից ինչքան է հեռու x։ Հիմա այդ քո ասած, այդ որ ասում ես չի կարա էլի լինի։ Հիմա այդ քո ասած էլին x-ն է, էլի։ Հա, նույն բանը։ Հիմա x-ը, էսի x-ա։ Հիմա D-ից այլ կլինի 16 + x։ Հա, նույն բանը։ Կլինի նույն բանը, այսինքն միակ լուծում ունի։ Հասկացա՞ր որ միակն է։ Այսինքն այս խնդիրը ունի երկու լուծում։ Մի հատ D կետը կլինի AB-ի B կետի աջ մասում, մի հատ էլ D կետը կլինի AB-ի մեջ։ Ահա, այսպեսի տեսակ, էսի հետաքրքիր խնդիր է։ Դու որ լուծեր հաստատ այն մի հատը, չէ՞, կմտածեիր։ Տենում ես։ Լավ, ուրեմն տեսեք։ Ես կարծում եմ, որ այսքան, հա։ Այսքան ինֆորմացիան հələ որ հերիք է, հա, այս խնդիրների հետ։ Հիմա այս խնդիրներից որոշակի մի երկու հատ խնդիրներ լուծենք ու այս հասել ենք 90-ը, էլի, փաստորեն, 1-ից մինչև 90-ը։ Ես կջոկեմ, 1-ից մինչև 90 վարժությունների մեջ ձեզի վարժություններ կուղարկեմ։ Այն պրիմիտիվները շատ չեմ ուղարկի, այն որը լուծվող է, էլի, ոչ շատ պրիմիտիվ է, ոչ մեկին գումարած մեկը ոչ էլ բան, որ դուք լուծեք վարժվեք։ Ուրեմն ես ձեզ կտամ տնային ինչեր, աշխատանքներ։ Այդ աշխատանքները անպայման կատարած ելնեք։ Ու մի հատ էլ լուծեմ կամ երկու հատ։ Լավ, երկու հատ խնդիր եմ լուծում։ Ես չեմ լուծում, էլի դուք պետք է լուծեք։ Եկեք լուծենք երկու հատ խնդիր։ Էսի մեր AB հատվածն է։ Ստե գրեմ A, ստե գրեմ ինչ B, ասում է C կետը բաժանում է, չէ՞, ոնց է բաժանում։ Այն ինչպես 2/7-ի, չէ՞, երկու հատվածների, որոնց այսինքն թող ստելնի երկու մաս, այստեղ էլի ոնց որ ասած, էսի C-ն է, այսինքն ընդեղ էլ 7 մաս։ Ստե ինչքան է այսի երկարությունը, 2 ինչ, 2x, պարտադիր գրում եք, 2x որ հեշտ լինի, սովորացնում եմ ոնց լուծեք։ Կաղա 2 մասը 7 մասի, դուք սես նստեք նայեք, չվայում եք որ գրեք 2x, հասկանում եք։ Իսկ այստեղ էլ 7x, որ հարաբերությունը տես, 2x-ը որ բաժանենք 7x-ը ինչ կտա, x-երը կջնջվեն կտա 2/7-ի։ Դրա համար էլ 2x 7x եմ գրում, որ մեզի արդեն այս տեսանելի լինի։
Այդ հատվածներից փոքրը 7 է, արդեն պատասխանը գիտես։ Էսի 7 է, ացեն 7 է։ Գտնել աբեն։ Դե, ինչ կանենք։ 7-ը բաժանանք 2-ը, որ x-ը գտնենք։ Այսինքն գրենք 2x-ը հավասար է 7, չէ՞, այս c2x-ը ու ինքը հավասար է 7-ի։ Ու կգտնենք x-ը, ասանարեք 7 երկրորդ։ Եթե x-ը 7 երկրորդ է, այսինքն հավասար է ացեն 7 երկրորդ է, այսինքն 3.5 է, էլի։ Բեցեն ինչքան է։ Բայց դե մի անգամից 9x-ը գտնենք էլի։ Հա, քանի որ աբեն է ուզում։ Դե համաձայն եմ։ Ճիշտ ես ասում։ Քանի որ աբեն է ուզում, կարող է մեզանից բեցեն էլ ուզել, մենք պետք է անենք 7 անգամ 7 երկրորդ, չէ՞։ Իսկ քանի որ մեզանից աբեն է ուզում, իսկ աբեն ինչքան է։ 2x plus 7x, այսինքն 9x։ Այսինքն մեր աբեն 9x է։ 9x անգամ 7 երկրորդ։ Հավասար 9x, դա 9 անգամ x-ը ես գտել եմ որ 7 երկրորդ է։ Այսինքն 63 երկրորդ կամ 31.5 տասնորդական սմ սանտիմետր։ Այդտենց աբեն գտանք։ Տեսեք 31.5 աբենը 3.5 ացենա, ուրեմն բեցեն կլոր թվով է, չէ՞, 31.5-ից հանած 3.5 ինչ կլինի 28։ Ճիշտ է լավ, չէ՞։ Դա բեցեն է 28։ Թե՞ չէ։ Բայց 7 անգամ 7 երկրորդ 28, հա, անում էր խոսքը։ Կարող է սխալ ենք արել։ Չէ, բայց հիմա էլ պատասխան 31.5 Բայց նայ, եթե ես ուզում եմ գտնեմ բեցեն։ Բեցենի մոտ 49 7x չի։ Բա 49 երկրորդը 28 չի, չէ՞։ Հա, 28 է։ Չէ, 28։ 29 չի։ 24 ամբողջ 13։ Բա սխալը որտեղ է։ Դա կա սխալ։ Ահա, կարող 63-ը բաժանած 2-ը 31.5 չի։ Չէ, 31.5 է, 62-ը 30։ 31 ամբողջ 5 է։ Հա։ Հանած 3 ամբողջ 5։ Հա, ստեղ եմ սխալ արել։ Այնի որ հավասար 28 չի, Հա։ 29 չի։ 29-ը։ Չէ։ Բա ի՞նչն է սխալ։ Չէ։ Ահա, պարադոքս, հələ եկեք ջնջենք թազա։ Չէ, չջնջենք։ Հələ եկեք այստեղ գրենք, որ տեսնենք կարող եք սխալ գտնենք։ Տես, այստեղ явնիկ է սխալ եմ գրել։ Ինչ որ մի բան է։ Ուրեմն գնանք տեսնում եք ոնց պետք է խնդիրը լուծես։ Կարող է ընթացքում մեկ էլ բանը, ասում ես վայ, սխալ։ Ու պետք է գնաս սխալը ինչ անես։ Մանգաս։ Ուրեմն ասում է ինչ, երկու հատվածների, որոնց երկարությունը հարաբերում են, ինչպես 2-ը 7-ի, այսինքն էսի 2x-ը ացեն։ Էսը 7x-ը, դրան համաձայն ենք։ Այդ հատվածներից փոքրի երկարությունը 7 sm է։ Դա այսինքն 2x-ը։ 2x-ը 7 է, դա գրել ենք։ Ուրեմն x-ը 7 երկրորդ։ Որովհետև այնտեղ -7 ոչ թե 3.5։ 3.5-ը դա x է, իսկ այնտեղ 2x է։ Ապրես, ճիշտ է, այստեղ ենք սխալ արել։ Չէ, ճիշտ է, այստեղ սխալ ենք արել։ Չէ։ Աբեն 31.5 է, իսկ ացեն ոչ թե x-ը, այլ 2x-ը։ Երկու անգամ 3.5 այդ քեզի 7։ Ճիշտ է, ուստի ինչքան կլինի։ 31-ից հանած 7 24.5, հա, 24.5։ Այ հիմա ճիշտ կլինի։ Չէ։ Լավ։ Դու տեսակ, չէ, մի հատ էլ ընդեղ խնդիր տեսա, այն էլ անենք վեթանք տներով։ Այ էսի, ով կարա լուծի, տենամ այսի, ով կարա լուծի։ Այ էսի։ Այսի։ Այսի ով կարա լուծի, այ էսի։ Ա երկարությամբ հատվածը, էսի մեր, չու, հատված, էսի, աստրա երկարությունը ա է, տես փոքրատար ա, բաժանված է 3 հավասար մասիվ, այ հավասար, ուրեմն, հավասար պետք է անեմ 1,
Մոտավորապես հավասար մասի աշխատեցի բաժանեմ։ Այսինքն յուրաքանչյուր մասը ով կարող է ասել ինչքան է։ 1/3 այ։ A3, ճիշտ է, A3, Ահա, մի բան իմացանք։ Գտնել առաջին եւ երրորդ մասերի միջնակետերի հեռավորությունը։ Այսինքն A3-ի Առաջին մասի միջնակետը սա է, երրորդ մասի միջնակետը սա է։ Մեզ ասում է գտնել այս հեռավորությունը։ Ասի կուլտուրական նկարը։ Մեզ ասում է գտնել այս հեռավորությունը։ Ով կարող է գտնել, շատ հեշտությամբ, չէ՞, հեշտությամբ։ Կարող է ինչ-որ ուրիշ բան ասեմ։ Չէ, հեշտությամբ, ասա։ A բաժանած 3-ի անգամ 2։ Ուր A բաժանած 3 անգամ 2, այսինքն Որ 2 Հա, 2 A բաժանած 3, չէ, շատ ճիշտ է, չէ։ Որտեղ մի հատ A3 է սա, ու իրանց կեսերն էլ ստե է, այսինքն այդ կեսերն էլ դալիս է մի հատ A3։ Այսինքն 2 հատ A3։ Չէ, այսի մի հատ ցելի A3, ստեղ էլ կես։ Հեշտ բան։ Սրանից հեշտ բանով է տեսել։ Կամ ինչ կանենք։ Ամբողջ A-ից այս ամբողջից կհանենք, կհանենք AS-ի, A3-ը, մի հատ էլ կհանենք S-ի, A3, չէ։ Այսինքն ոնց կա։ չեն կարա գրենք A2 Խի չենք կարանք A3, դա 2 A3, այսինքն 1/3 Էս էլի լավ բան չէ, լավ։ A-ից հանած 2 հատ A3 կմնա մի հատ A3։ Բախի է մեր պատասխանում 2 հատ A3։ Որովհետև գումարած A3 գումարած A3։ Այդ իսա փակագծերի մեջ A3 գումարած A3 չէ։ Խի։ Որովհետև 2 հատ անդ է։ 3-ից պետք է։ Դու Համել A3 չի։ Բան կարող ես սխալ։ A3 չի, որովհետև A3-ը էդի կեսնա, ճիշտ է, տես սխալը կտանք, տես։ 2 A3։ Ես ընկերեմ իմ հետևից։ Ոնց որ ասում եմ երկրորդ եղանակաբան եք ու սխալ եմ ասում։ Չէ, ճիշտ է, A3 չպետք է հանենք։ Չէ, այսինքն ինչ 6-ը։ Էսի A3-ը AS-ի է, իրա կեսը պետք է հանենք, չէ, էսի կեսն է, A6-րդ։ Ստել A6-րդ, 2 հատ A6-րդը կարեն, ոնց ասիր, կլնի մի հատ A3, A-ից հանած A3, 2 A3, չէ, կամ ընդհանուր հայտարար 6, 6-ը 1-ի 6, 6 անգամա 6A հանած A հանած A, հելավ 4A 6-րդ, էդի 2-րդ A։ Հա, դա ստից խնդիր, լավ, հեշտ խնդիրներ են, հույս պահենք, որ հաջորդ բանին ավելի երբ որ առաջ գնանք, ավելի ուրիշ խնդիրներ կհանդիպենք, կգրենք։ Հիմա ՏՆ ԱՇԽ Ուրեմն ես 1-ից մինչև 90 համարների մեջ